Համաձայն Վրաստանի արդարադատության նախարարության հայտարարած ակցիայի, էլեկտրոնային անվճար անձնագրեր ստացան երկրի 441,345 մինչ այդ տվյալ փաստաթուղթը չունեցող քաղաքացիներ։ Ըստ վերոնշված ակցիայի անձահաստատող էլեկտրոնային փաստաթուղթ անվճար կարող էր ձեռք բերել յուրաքանչյուր քաղաքացի ապրիլի 20-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում։ Մեր շրջանից ակցիային մասնակցեցին եւ անձնագրեր ստացան 6730 քաղաքացիներ։ Ելնելով ուրեմն Վրաստանի քաղաքական վիճակից մենք այսօր բոլորս գիտենք, որ բավականին ծանր կացության մեջ են գտնվում, իհարկե բարեփոխումները շատ կան, մենք գիտենք, որ սոցիալապես անապահով խավերը կազմում են մոտավորապես մեծամասնությունը եւ սա իհարկե շատ մեծ հնարավորություն է, շատ մեծ օգնություն է, անձամբ ես լինելով դպրոցի տնօրեն իմանալով փոխել եմ իմ անձնագրերս փոկայի բաժանմունքում եւ սա երևի ընտանեկան բյուջեի վրա ազդում է եւ շատ մեծ նշանակություն ունի։ Ենթադրենք ընտանիքը բաղկացած է 5-6 մարդուց, որոնք ունին 5 անձնագրեր, հաշվեք եկա ընդհանուր սումա է կազմում եւ սա իհարկե ողջունելի քայլ է եւ շնորհակալություն ենք հայտնում արդարադատության նախարարության կազմակերպողներին, որոնք այս ծրագիրը ներդրեցին եւ օգնեցին ժողովրդին։ Ակցիան միտված էր ոչ միայն բնակչության ֆինանսական աջակցության, այլև նպատակ ուներ պարզելու մոտակա ընտրությունների մասնակիցների մոտավոր թվաքանակը։ Արդարադատության նախարար Թեա Ծուլուկյանիի խոսքով այսօր անձահաստատող էլեկտրոնային փաստաթուղթ ունի Վրաստանի 1,900,000 քաղաքացի։ Նրանցից 1,800,000-ը չափահաս են եւ կարող են մասնակցել ընտրություններին։ Մեջբերում եմ։ Ակցիայի արդյունքում այսօր արդեն կարելի է խոսել 1,800,000 էլեկտրոնային անձնագրեր ունեցող չափահաս քաղաքացիների մասին։ Ճշտված է նաև 270,000 կենսաբանական անձնագրեր ունեցող չափահաս քաղաքացիների տվյալները։ Սրանից հետևություն, որ մոտ 2 միլիոն անձանց ընտրամասնակցության ցանկն արդեն իսկ պատրաստ է։ Մեծ կարևորությունը տրված նաև անձնակարներին, որոնք եւս կարևոր դեր ունեն եւ անհրաժեշտ են ընտրացուցակների կազմման ժամանակ, հայտարարել է Ծուլուկյանին։ Ինչպես դուք արդեն գիտեք, արդարադատության նախարարի հրամանով մենք ունեինք ակցիա, որը վերաբերվում էր էլեկտրոնային անձահաստատող փաստաթղթի անվճար ստանալուն։ Ակցիան սկսվել էր ապրիլի 20-ից մինչև հունիսի 20-ը ներառյալ։ Իմ տվյալներով ակցիայի մասնակցեցին մեր շրջանի համարյա 6730 քաղաքացի, նրանք 5 անձահաստատող անձնագիրը փոխեցին նոր էլեկտրոնային անձահաստատող փաստաթղթով։ Օգտվելով առիթից ուզում եմ կոչ անել մեր շրջանի բնակչության քաղաքացիներին, որպեսզի իրանք չանհանգստանան, այսինքն 5 անձահաստատող փաստաթղթերը տվյալ ուժի մեջ են, ովքեր որ չհասցրեցին կամ չուզեցան մասնակցել այս ակցիային, կարող է հետագայում լինեն նման ակցիաներ եւ նրանք կարող են մասնակցել եւ փոխել։ Իսկ ովքեր որ չեն փոխել, մտածելու կարիք չկա, 5 անձնագրերը, 5 անձահաստատող փաստաթղթերը նաև ուժի մեջ են։ Հիմա ներկա պայս ոնց որ առաջ էր, ակցիայից առաջ արժեքը 30 լարի է։ Ակցիայի ժամանակ մենք, ինչպես դուք գիտեք, ժամանակավոր տեղափոխվեցինք այս դարբասում, որտեղ վերանորոգում է կատարվում մեր շենքի մեջ, ճիշտ է մի քիչ դժվար էր, բայց ես գոհ եմ աշխատանքից եւ ես շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին, որ համբերությունով տարան այս ակցիան եւ մենք կարողացանք սպասարկել մեր շրջանի քաղաքացիներին։ Ստացված արդյունքների հիման վրա անվճար անձնագրերի տրամադրումից առավել օգտվել են Սամցխեջավախեթի, Իմերեթի, Աբխազիա, Մցխեթա, Մթիանեթի տարածաշրջանների բնակիչները։ Հավելենք, որ Թբիլիսի աղետից տուժածների փաստաթղթերի տրամադրումն ու վերականգնումը կիրականացվի անվճար։